Ողջույն բարեկամներ, այսօրվա նորությունները շատ են, դրա համար ես առաջարկում եմ տեղավորվել Almanavét, լցնել մեկ գավաթ սուրճը եւ հետեւել ընթացքին։ Եվ չէ, մոռանում անպայման սեղմում ենք լայքի կոճակը, բաժանորդագրվում ենք, եթե բաժանորդագրված չենք, եւ անպայման տարածում ենք։ Եվ այսպես, պետք է ասեմ, որ պատմությունը շատ արագ է շարժվում հիմա, սոսկալի արագությամբ են տեղի ունենում դեպքերը, բացահայտումները, միավորումները, բաժանումները, կարծիքների փոփոխությունները, մասսաների, նույն ձևի կարծիքների փոփոխությունը 170 աստիճան անկյան տակ, որը ես արդեն ոնց որ թե հարմարվել եմ, որ այդքան էլ պետք է լինի, որովհետև հիշեցնեմ ձեզ, ինչպես ասում էր Կարլ Յունգը, մարդիկ կրկնում են իրար, որովհետև մտածել է դժվար է։ Ես դա հասկանում եմ փիլիսոփայական տեսակետից, հոգեբանական տեսակետից, բայց երբեք չեմ կարողացել հասկանալ մարդկանց, որ նույն ոգեվորվածությամբ, ընդ որում նույն պիոներական զադորով են, sense պիոներական ակտիվությամբ կարող են գովերքել, աջակցել տրամագծորեն իրար հակառակ մոտեցումների եւ կարծիքներին։ Ասում հոգեբանորեն նա հասկանում եմ, մարդկայնորեն չէ։ Չեմ դատապարտում, ասեմ, իրանք ուղղակի դադարում են հետաքրքիր լինելը։ Գիտեք ինչի։ Որովհետև հասկանում ես, որ երեկվա կարծիքը իրանը չէր։ Ու այսօրվանն էլ իրանը չի, բնականաբար վաղվանն էլ իրանը չի լինելու։ Ուղղակի կախված է օրվա կուրսից, թե օրվա գուրուները իրենց ինչ կասեն։ Եվ այսպես օր չի անցնում, որ մի գրեհիկ, մի լկտի, մի փաշինյանական բան մենք չտեսնենք, չլսենք, ընդ որում կարծես թե ինքը հատուկ ընտրում են նկարները, որոնք իրանունից պետքա տարածվի։ Ուզում հասկանամ, ով է իրան ասել, որ մաքսիմում զզվելի, գարշելի Երևանը դա լավ է ռեյտինգի համար։ Անշուշտ երևի իրան բացատրել է, որ սև PR-ը դա լավագույն PR-ն է, բայց դա լավագույն PR-ն է, երբ որ քո դեմ են անում այդ սև PR-ը, երբ որ դու ես քո սև PR-ն անում, հասկանում ես, մարդիկ էդի ուղիղ են ընդունում, ուղիղ։ Եվ հիմա ավելի եմ հասկանում, ինչի է դարձել այս երևույթը համահայկական գարշանքի օբյեկտ։ Առաջ շապազանցության։ Հիմա ուզում եմ ասել եք, որ 90-ականներին մեր հայրենակիցները փախել են Հայաստանից, բայց որ գան Հայաստան, այս ընտրություններին ընտրելու են քաղաքացիական պայմանագրի։ Ես տենց բան եմ ասել եմ փախել են։ Ես տենց բան եմ ասել։ Ու հիշեմ ով էր ասել, Բեռնարդ Շոուն, կարծեմ, որ ասում էր ճիշտ խոսալու համար շատ բան պետք չի հիշել։ Բայց պաթոլոգիկ ստախոսը ինքը շատ բան պետք է հիշի, բայց դա անկարող է ինքը մտաբերել 8 տարվա մեջ ինչ աստիճանի ստեր է ասեն, որում մեկ օրվա մեջ իրան հակասելով։ Դա համար հիվանդը չի հիշում, պացիենտը չի հիշում, դες բան ասելա թե չէ։ Համեն դեպս այս պահին չեմ հիշում, ծանոթ չի հնչում ինձ այդ նախադասությունը։ Ձեր եղբայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, դիցե նա եւս KGB-ի գործակալ է։ Իմ եղբայրը 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի Աստորեն առաջի կեսի գնացածներն են KGB-ի գործակալ, բայց իր եղբայրը երկրորդ կեսին է գնացել։ Ուրեմն գործակալ չի։ Հետաքրքիր է։ Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիների նման արտագաղթել է Հայաստանից եւ ապրել է Հայաստանում։ Իմիջիայլոց այդ թեման արտագաղթել է Հայաստանից եւ ապրել է Հայաստանում։ Տիպիկ փաշինյանական քանի որ շատ է շոշափվում նաեւ ասում են, որ ընտրությունների ժամանակ Ռուսաստանից մարդկանց են բերելու եւ այլն եւ այդպես շարունակ, որ մեր դեմ քվեարկեն, նույնիսկ կոչեր են հնչում, որ չգիտեմ որից դրական փոփոխություններ արվեն, դա այլ թեմա է, բայց ես համոզված եմ, որ ինչ է այլ թեմա։ Սա քո պատվիրած թեման է։ Քո որփոանտեր չիրազեկված չքաղաքացի Դանիել Լեոնիսյանն թվերը ներկայացրել 80,000 մարդ են բերելու, ամենին էլ 100,000 ռուբլի փող են տալու։ Բուլգան դիվերսիա անեն ընտրությունների ժամանակ, ընտրեն ռուսական օլիգարխի։ Ինքը չգիտի։
ինքը տեղակ չի, ինքը չի հիշում, տեղակ չի, ինքը ամնեզիա ունի ինքը։ Այդ խաղովակով մարդիկ գալու են, այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը քվեարկելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որովհետև նրանք չեն կարող քվեարկել իրենց արտագաղթի օգտին, նրանք կարող են քվեարկել իրենց ներգաղթը ապահովելու օգտին։ Ասել եք Բա իրենք չեն կարող իրենց արտագաղթի օգտին քվեարկել, այսինքն եթե մարդը արտագաղթել է արդեն, ինչ է նշանակում արտագաղթի օգտին։ Թե ուզում ես ասես ինքնապատճառ եղել, Սամվել Կարապետյանն այն ժամանակ իշխանության չի եղել, որ արտագաղթի օգտին քվեարկել։ Սա Սամվել Կարապետյանի գովքի համար չեմ ասում։ Չէ, ուղղակի հիմա գործ ունենք մարդու հետ եւ բանական ցանկացած մեկը պետք է հասկանա հիմա լսելով այս տխմանի։ Այո։ Հիմա լսում եմ մեկին, որ նույնիսկ հաշիվ չի տալիս ինքը ինչ է խոսում։ Ուղղակի իրան թվում է, եթե բառերի շարժան ասեց, ինքը այդ հարցին արդեն պատասխանել է։ Մինչդեռ մարդիկ, մի քիչ ինտելեկտուալ մարդիկ, այդ պատասխանի մեջ համոզիչ բովանդակություն են ուզում լսել։ Բայց որտեղից գտնի թերուս սատախոսը բովանդակություն։ Նայեք, հետո խոսենք։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնան։ Ասեք հերիքա այս ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկեք 2018 թվականից մինչև այս։ Զզվացրել թողել եք այս մարդկանց։ Նախկիններ պատերազմ թալան, նախկիններ թալան պատերազմ, հերիքա ձեր ամբողջ 8 տարվա կառավարման ընթացքում եղել է 4 պատերազմ, որոնցից մեկը ավարտվել է խայտարակ կապիտուլյացիայով 2020 թվականի նոյեմբերի 9-ին, մյուսն ավարտվել է Արցախի հանձնումով, դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում, այդքան զոհ ենք տվել, այդքան հաշմանդամ ունենք, ու այդ ամբողջը եղել է ձեր կառավարման օրոք։ Զզվացրել եք մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելով ձեր Ռուսաստանով ու Բելարուսով։ Հերիքա օլիգարխների անուններ տակ ու մարդկանց վզին փաթաթեք այդ ամեն ինչը։ Հերիքա որևէ մեկը ստեղ պատերազմ չի ուզում։ Զզվացնում եք մարդկանց, թողեք մարդիկ հանգիստ ապրեն, մարդկանց սարքել եք հոգեկան հիվանդ, մարդկանց սարքել եք իրար ատող, իրար հայոյող, իրար դեմ եք դուրս հանել մի ամբողջ ընտանիքներ, զզվացրել թողել եք, գնացեք, այս մարդիկ խաղաղ հանգիստ ապրեն, հերիքա զզվացրել եք։ Այնքան ուրախ եմ, որ իմ փոխարեն խոսացողն եմ տեսնում։ Շնորհակալություն Նիկողոս Հովհաննիսյանին։ Շնորհակալություն Նիկողոս ջան։ Որովհետև իմ արդեն այս ասելու տեղերը ցավում է։ Եվ միշտ չի, որ ես կենթանուն նկարագրելուց ես կարողանում եմ խուսափել կոպիտ ածականներից։ Այո, միշտ չի։ Ու ամենավատը գիտեք որն է, որ իմ համար դարձել արդեն սովորական։ Ասենք ես սկսում եմ դադարել ես լինելուց, բայց ես հասկանում եմ որտեղից է գալի։ Դա համար երբ որ տեսնում եմ մեկը կարողանում է առանց այդ ածականների ասի բովանդակության ինչ որ ես եմ ուզում, ես առանց վարանելու խոսափողը զիջում եմ այդ պահին այդ ընկերներին։ Այո, բայց հետաքրքիր գիտեք որն է, նկատել եք, որ ճիվաղները ոչ մի առաջարկություն չունեն ընտրություններին, թե ինչի իրանց պետքա ընտրենք։ Իրանք սպառնում են, թե իրենց չընտրելու դեպքում ինչ կարող է լինի։ Շատ հետաքրքրական է։ Սենց նախընտրական պայքար, շանտաժի պայքար, փաստորեն, ես չեմ հիշում։ Հիշում եմ, որ մարդիկ եկել են առատ խոստումներով։ Առատ սենց սուտ խոսալով, առանց սենց սուտ ծրագրերով ամեն ինչ տեսել ենք։ Բայց որ սենց շանտաժով գան, ես չեմ հիշում, ճիշտ ասած, եթե մեկը հիշում է, թող գրի։ Դրանք առաջ։ Մենք սա։ Լիա Սարգսյանն է գրում, որ իշխանության ձեռքի տակ է հայտնվել սահմանադրության նոր տեքստը։ Ծանոթանանք ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես,
Սահմանադրության նոր տեքստները տեսենք ինչ են ավելացրել եւ ինչ են հանել։ ՀՀ սահմանադրությունը փոփոխությունները հատվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները, պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, սփյուռքի հետ կապը եւ հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Բայց ամենազավեշտալին այն է, որ պետության արժեհամակարգը խարխլող փոփոխված սահմանադրությունը ներկայացում է եվրոպական արժեքների գեղեցիկ փաթեթավորումը։ Ով կմտածեր, որ ՆԵՌ-ը եվրոպական արժեքների կտոր է։ ՆԵՌ-ը, ծանոթացեք, տեսնենք ինչ են մեզ տալ քվեարկելու համար։ Այսպես սահմանադրության նախաբանում պատմական հիշողությունը ջնջված է։ Այո, մենք չունենք պատմական հիշողություն։ Պետք է ասեմ, որ պատմական հիշողությունը ջնջելը դա մենակ թուրքական ծրագիր չի։ Չէ։ Դա համընկնում է ՆԵՌ-ի, մեծ իմաստով ՆԵՌ-ի, հա, բալի պատմական հիշողությունը ջնջելու մեծ ծրագրի հետ։ Այն ինչ ունենք զբաղված են ամբողջ միջին արևելքում միջելուց։ Այս պատերազմները դա ոչ մենակ անեքսիայի պատերազմներ են, դա պատմական հիշողությունները եւ ամենակարևորը արժեքները, վկայությունները, գրադարանները, արձանները, այն ինչ որ հիշացնում է պատմության մասին, ջնջելն է։ Որովհետեւ պատմական հիշողություն ունեցող ազգին ժողովուրդներին, երկիրը գրավելը եւ ստիպել նոզև մտածել, նոզև ապրել, ստրկացնելը շատ հեշտ է։ Շատ։ Այն մարդը, որ հիշողություն չունի պատմական, ինքը չունի համեմատություն, ինքը չունի խարիսխ, որն է ճիշտը, որը սխալ է, որն է լավ, որն է վատ, եւ այսպես գնանք առաջ։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա։ Մինչդեռ գործող սահմանադրությունը հիմնված է անկախության հռչակագրի վրա։ Հռչակագրում ասվում էր. հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները իրականացած իշխանության պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այսինքն կար եւ նախնիների սուրբ պատգամ, եւ կար հիմնարար սկզբունքներ, համազգային նպատակներ, ամեն ինչ կար այնտեղ։ Միացա, մենք ոչ հիմնարար սկզբունքներ ունենք, ոչ նախնիներ ունենք, ոչ նպատակներ ունենք։ Հիշեք, որովհետեւ այն ինչ խլեցին մեզանից, դա պետք է ամրագրել նաեւ փաստաթղթով Ալիևի պահանջով, որն իրականացնում է ՆԵՌ-ը։ Երեխեք, Ժորժ ջան, կներեք, որ երեխեք եմ ասում։ Ժորժ ջան, ես ասում ՆԵՌ-ը դա բան չի, ածական չի։ Այսօր մեկը գտել է սատանայի եւ Նիկոլի մեջ ընտրում եմ սատանայի, ես ուզում եմ հարցնել, ոնց կարելի է սատանայի եւ սատանայի մեջ ընտրել սատանային։ Ոնց։ Ես ասում ՆԵՌ-ը, սա պատահական բառ չի, սա ինքն է։ Ոտ բոլոր բնորոշումներով, համակ, գնանք առաջ։ Այս հղումը հանվել է նոր սահմանադրության տեքստից եւ փոխարինվել է հետեւյալ տողերով. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ոչ հայ ժողովուրդը, լսեք։ Առաջնորդելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ պետականության շարունակության պահպանման, մարդու իրավունքների ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական եւ իրավական պետություն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունը ապահովելու եւ ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաեւ ապագա սերունդերին խաղաղ անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ ընդունում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Ավելի անգրագետ, ավելի դատարկ, ավելի ապուշ տեքստ նախաբանում հնարավոր չէ ներառել։ Բայց փաստորեն, բայց քանի որ սրանց նպատակը ինչ որ մի բան գրելն է, որտեղ չկա հայ ժողովուրդ, չկա նպատակներ, չկա պատգամներ, չկա անցյալ, չկա ապագա, ոչ մի բան չկա։ Քանի որ սա Ալիևի պահանջն է, այս տականքից, իրանք սենց շպրտել են բառերը, էլի։ Շպրտել են, ChatGPT-ին տվել է դες հիմա նախադասություն, ասել մի բան կազմի։ Այն էլ կազմելը առանց տրամաբանական ավարտի։ Ոչ սկիզբ կա այս նախադասության մեջ, ոչ վերջ։ Դու անդադ կարծում ես, հասկանում ես, ինչ որ պետք է միտեղ կուլմինացիա լինի։ Բովանդակություն պետք է ունենա նախադասությունը, բայց ChatGPT-ին ինչ, իրան ինչ տվել են, նրան հավաքել տվել է։
Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանությունից փոխելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար եւ խոսում էր պատմական հայրենիքի եւ հողերի վերականգնման մասին։ Նոր սահմանության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի երկրորդ կետը, որտեղ ասում է, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդը ունեն հավասար իրավունքներ։ Դա համաձայն է։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական ընտանիքի մոդելը նաեւ, որտեղ չկա կին ու ամուսին։ Չկա։ Կարող լինի երկու կին։ Չկա սահմանափակ չի ասած ընտանիքը որն է, կին եւ ամուսին։ Կարող լինի երկու ամուսին։ Հետո որոշեն իրաց մեջ ներքին կարգով ով է կինը, ով ամուսինը։ Եվ այլն։ Ծնողների իրավունքները եւ պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տալեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում է չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց աշխատունակ եւ անաշխատունակ կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով։ Սա ամբողջությամբ հանվել է։ Չկա, ոչ մի պարտականություն չկա։ Տղա ջան, դու ազատ ես, աղջիկ ջան, դու ազատ ես։ Սա այն այլասերման մոդելն է, որը պարտադրվում է, հիշում եք ասում ների։ Ինչ որ համաշխարհային մասշտաբով ակում։ Մեծ ների կողմից։ Սա որպես փուճուր ներ, որը ներկայացնում է ներկայացված Հայաստանում, սա իրականացնում է։ Չկա ընտանիքի մոդել, չկա ոչ մի պատասխանատվություն, քաց, գնաց, դու ոչ մի պատասխանատվություն չունես։ Չունես հայրենիք, չունես ազգություն, չունես նպատակներ, չունես անցյալ, ով ես դու։ Բիոռոբոտ, բիոզանգված։ Որ հիշողություն չունի։ Ոչ հիշողություն ունի, ոչ պատասխանատվություն։ Այն անասուն է։ Մարդը անասունից ինչով է տարբերվում։ Հիշողությունով եւ պարտավորվածության զգացումով չունի մարդը։ Սահմանադրել չունի, հավաց է, ինքը դա մասին չի լսել։ Վստահ եղեք, որ կրթական ծրագրերն էլ նման ձևով փոխվելու, ամեն ինչն է փոխվելու։ Ամեն ինչը, որ մարդուն սարքի sense նման, դու սպառող ես ընդհանրապես։ Դու մի բանի մասին պետք է մտածես։ Որտեղից հարց հայտարարես, ուտես ու բազմանաս, այսինքն ապահովես քո ֆիզիկական մինիմալ ցանկությունն կարիքները։ Վերջ։ Նոր սահմանությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Վերջ։ Եթե առաջ սփյուռք հայերը պարզեցված կարգով կարող էին դառնալ ՀՀ քաղաքացի, հիմա ոչ։ Հարգելի սփյուռք։ Ես գիտեմ, որ Սփյուռքում կան գործակալների մի ամբողջ ցանց, որ աշխատում է ստականքի համար։ Դուք պետք է ասեք, որ շնորհիվ ձեզ մենք փաստորեն դառնում ենք ոչ հայ, այսինքն մենք դառնում ենք այն կարգավիճակը, ոնց որ ցանկացած օտարերկրացի։ Այսինքն այլևս հայ լինելը պարզեցված կարգով արձանագրիչ ստանալու համար ոչ մի բան չի նշանակում։ Ձեր այդ պրոպագանդոններին ասեք տեղի, որ փաստորեն դուք սա եք պրոպագանդում։ Դուք պրոպագանդում եք միասեռ ընտանիքները, դուք պրոպագանդում եք անհայրենիք, անպարտականություն, սերունդը այդ ձևով մեծացող։ Խոսքով։ Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որը իրավունք էր տալի ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել կառավարության անդամներին, այդ թվում վարչապետին, այլ կերպ ասած, պահանջել թափանցիկություն։ Ասեմ, որ պատգամավորն է նշանակում նախարարներ եւ վարչապետ։ Բայց դա հանվել է։ Փաստորեն պատգամավորը, որ իրենց նշանակում է, ել իրենց հարցեր տալու իրավունք չունի սահմանադրությունը։ Վերջ։ Ոչ մի չի կարող ասի, դա թափանցիկություն ապահովեք, էլ ինչ է կարել, ոնց է կարել։ Ոչ մի ձևով հաշվետու չեն։ Նոր սահմանադրության խորհրդարանական վերահսկողությունը թույլանում է եւ քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է, որպեսզի ընդդիմությունը չկարողանա ազդել կառավարության վրա եւ վարչապետը ունենա լիակատար ազատություն։ Սահմանադրության 205-րդ հոդվածն այսպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագիրի վրա։ Վերջ, ԿՊ-ն իշխանության գրած սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը, ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին առանց հանրակրվեի։ Այսինքն սրանց գրած նոր սահմանադրությամբ
Ժողովուրդը դառնում է ընդամենը դիտորդ։ Իր հետ ինչ կանեն։ Ինչ ուզեն կանեն, կառավարություն ազգային ժողովը ինչ որոշում է իրավունք ունի անել։ Ինչ հանրաքվե, ինչ բան, այսինքն հիմա Հայաստանի սահմանները փոխելու համար այս տականքը որ ասի ես Սյունիքը տալիս եմ, սա հիմա այս նոր սահմանադրությունը իրան արգելում է օրենքով։ Չի կարող։ Իրանք սարքում են նոր սահմանադրություն, որտեղ կառավարությունը ցանկացած բան կարող է վերջին որոշի, որ ում է անդամակցի, ում է չանդամակցի, ինչ անի արգելանքները հանվում է ուղղակի։ Դառնում է դուքյան։ Իսկ էս է նա ինչ որ պատկերացնում են կպայականները, ոչ թե պատկերացնում են, ինչ ուզում են իրանց եւ ինչ իրանցից պահանջվում է նաեւ։ Այսինքն երկուսը մեկում, մի բան պահանջվում է, մի բան էլ իրանց կողմից ավելացնում են, որպեսզի իշխանությունը զավթելու պարագայում Հայաստանի ոչնչացումը եւ իշխանության հալատևումը լինի մաքսիմում ապահոված։ Մաքսիմում։ Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծելու ԵԱՏՄ անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել է կազմակերպությանը մի խոսքով եւ լիքը պարագաներ։ Սա այնա ինչ որ պլանավորել են մեզ համար, հիմա լսենք։ Չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետեւ հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև չեք Այսինքն ամբողջ ընտրությունը, ամբողջ քալոր Վարշավը հիմնված է սպառնալիքների վրա։ Չեք կարող չքննարկել դուք չեք ունենալու գործ, մնալու եք անձուկ գործ, դառնալու եք հաշմանդամ, չգիտես ինչի։ Դուք պատերազմ եք ունենալու, մի խոսքով։ Չեք կարող, sense բան տեսեք եք։ Սա օրիգինալը, սա յուր օրինակ ընտրաշավա լինելու, դե այս պարագայում հասկանալի է, որտեղ առաջարկելու բան չունեն։ Հիմա ինձ ուղղակի հետաքրքիր է մի բան, երբ որ հայ մարդուն սպառնում են, ասում են, եթե դու ինձ չընտրես, դու դառնալու ես հաշմանդամ, դու մնալու ես անգործ, պատերազմ են բերելու քո գլխին։ Հայ մարդը ի՞նչ է պատասխանում։ Օրինակ իմ պատասխանը միանշանակ է։ Միանշանակ։ Հա? Այսինքն կախված նստած է թե կանգնած է, ինքը պետք է հայտնվի հորիզոնական իրավիճակում։ Սպառնալիքի ես տենց եմ արձագանքում, էլի։ Հորիզոնական։ Կապ չունի, դիրքը ոնց է, երբ որ ինձ սպառնում են, տենց է։ Ինձ նենց հետաքրքիր է։ Հայ մարդուն, որ սպառնում են, ասում են, ինչ շնտրես, ես ես կանեմ քո հետ, ինքը ինչ անելու։ Մենք կտեսնենք հունիսի 7-ին։ Ես վստահ եմ ինչ անելու։ Որովհետև երբ որ հոկտեմբերի 27-ին, ներողություն, սեպտեմբերի 27-ին, 20 թվականի կրակեցին մեր վրա, ամբողջ հայ ժողովուրդը ոչ մեկ չհարցրեց, գնամ, չգնամ, որտեղ գնամ, ոնց գնամ, զենքերով ինչ ունես, վերցես գնաց, որովհետև հասկացավ, իրան սպառնում են հայ մարդը, ազնիվ մարդը, ու ցանկացած ազգի, մանավանդ հայ, ինքը սպառնալիքի մի ձևով է պատասխանում, սմարիստեղ, ու բռնում է կոկորդից։ Են էլ էսկարկի ճիվաղ, են էլ էսկարկի ճիվաղ, մի ավտոբուս ճիվաղ մի ամբողջ ժողովրդի սպառնում է, եթե դու ինչ չընտրես, դու հաշմանդամ ես դառնալու, այդ ինչ ես անելու, այսինքն օմոնիտ քսի ես տալու ժողովրդի վրա, որ հաշմանդամ սարքի, ու դու հույս ունես դու այդ ձևով ձայն ստանաս, գիտեք որն է հետաքրքիր, որ Եվրոմիությունը գալու է այս ամեն ինչը վերահսկի։ Հիմա ես հարց եմ տալիս, ասկին չգիտեմ սա հարցա թե պատասխանը, ես պահանջում եմ ուղղակի ակնկալում եմ մարդիկ, որոնք մի քիչ հնարավորություն են օգնելու։ Մենք ստեղծենք այս իրավաբանների խումբը։ Այս ամեն ինչը պետք է սենց թարգմանված, օրինական հոդվածները դրված հենց հիմա գնա եվրոպական են բոլոր կենտրոնները, որոնք գալու են մեզ վերահսկելու։ Հենց մի բան դասեն, լսեք այս տեքստը, սա սպառնում է ինչ կլինի մեր հետ, եթե իրան չընտրենք։ Դուք գալիս եք ընտրություն վերահսկելու։ Ումից եք պաշտպանելու հայ ժողովրդին։ Ժողովուրդ, սա պետք է արվի, այս խումբը պետք է ստեղծվի, ես չեմ կարող անդադ զանգել եմ ինգեներին ասեմ, լսե, այս հոդվածը նայ, այս տեքստը վերցրե, այս գործը կազմի։ Որը հայտարարակ զբաղված են
իրենց գլուխը մի կերպ պահելով։ Մենք պետքա ստեղծենք մենք այդ խումբը, մենք պետքա ապահովենք իրանց մինիմալ գոյությունը, որ իրանք անեն ինչ որ մեր պետությանն է պետք։ Սիրով, թեկուզ ինչ որ մինիմալ ձևերով։ Հիմա ես նույնիսկ եմ կրկնում։ Այս այսօրվա տեքստերը ես հավաքելու եմ իմ հաղորդման մեջ կահենա, չէ՞։ Բաղը ով ուզեցա, ես պետք է ասեմ, եղբայր, այս տեքստերը վերցնում ես, սա սպառնալիքը, ձևակերպեք, ուղարկեք այն կենտրոններին, որոնք գալու են ընտրությունները վերահսկելու։ Սա մեծ օգնություն կլինի նաև, եթե մենք ունենանք այդ кейսերը, օգնություն կլինի նաև այն կուսակցություններին, որոնք մտել են ընտրաշավի մեջ։ Իրանք էլ իրանց հերթին կարան ուղարկեն, որ այն եկողները այդ չգա մտածեն, իրանք եկել են Նիկոլ Փաշինյան փրկելու, չէ, իրանք հասկանան, որ իրանք գալիս են այս ժողովրդին փրկեն Նիկոլ Փաշինյանից։ Ու ոչ մեկ չկարողանա ժողովրդավարության անունից խոսա, եթե եկել է Նիկոլ Փաշինյանին փրկի, ոչ թե այս ժողովրդին։ Հասկանեք, սա պետք է անենց ինֆորմացիոն դաշտ ստեղծել, որ այդ եկողները արդեն իմանան ինչի համար են գալի։ Որովհետև այս տականքները ներկայացել է, որ իրանք գալիս են ժողովրդին փրկեն ռուսական անեքսիայից։ Երբ որ այս տականքը կանգնել է բաց տեքստով սպառնում է ժողովրդին։ Վստահ չէ, որ իրանք չեն լսում սրա ասուլիսները։ Եթե իրանք չուղարկեն, այս հիմնավորումներով, բողոքով, ամեն ինչով, իրենք չեն լսում այս տականքն ինչա խոսում։ Իսկ սա ուրիշ ասելուք չունի, հասկացեք, ուրիշ առաջարկելու չունի։ Միակ զենքը որ մնացել է, սպառնալիքն է։ Ու սա դեմը պետք է առնել։ Ոնց ուզում եք գցեք բռնեք ժողովուրդ։ Գրեք ինձ այն մարդիկ, որոնք պատրաստ են օգնել այդ խմբին։ Ստեղծենք միասին այդ խումբը, այս աշխատանքը պիտի անի։ Եվ այն կուսակցության ղեկավարները, որոնք հասկանում են, որ այս աշխատանքը պետք է անի, նաև իրենց համար է սա։ Թող իրանք էլ գրեն ինձ։ Մենք ստեղծենք այդ խումբը, գտնենք այդ ֆինանսավորումները, դա մեծ գումարների մասին չի, բայց կարող է պատմական դեր խաղա այս ամբողջ ընթացքում։ Ոչ թե կարող է հաստատ կխաղա։ Ու դա ձեր ամենամեծ բանն է, հաղթաթուղթն է լինելու այս ռեժիմի դեմ պայքարելու համար։ Դե սպասում եմ։ Նույնիսկ այնքան չի սպառնում Նայենք այս ինչքան Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ գրեթե ամեն օր հաստատված խաղաղության մասին է պատմում, այսօր զգուշացրեց մարդկանց։ Խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու։ Բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնանը։ Այսինքն ինքը խոսք է տալի, որ մաքսիմալ աշնանը Ալիևը արձակվելու է, եթե իրան չընտրեցիք։ Սկսես ման տեսել եք։ Հիմա սա պետք է թարգմանել կցել մի հատ քրեական գործի ուղարկել այդ ոչ թե դատախազություն միայն, ԱԱԾ այդ եթիմներին, այդ կնայեք ես բառի համալելի ֆիրում եմ։ Հա, մի խոսքով դրանց։ Դուք եք գիտեք։ Նաև այն մարմիններին, որ պետք է Եվրոմիության անունից գան իբր թե վերահսկել։ Փրկելա պետք է ժողովրդին, այո։ Այս տականքից։ Ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Ընդդիմադիրների տեքստերը վերլուծելուց բացի Նիկոլ Փաշինյանը Զգացիք դադի սուտը, ինքը վերլուծում է, ինքը պաստորեն վերլուծելու ունակություն ունի։ Դադի սուտն է սա, էլի։ ինչ տեղեկություն ունի, որ իր ղեկավարած ուժի պարտության դեպքում պատերազմ է սպասվում։ Հնարավոր է Ադրբեջանի նախագահն է Նիկոլ Փաշինյանին նման բան ասել, որ կհարձակվեն Հայաստանի վրա։ Վարչապետից այս հարցերի պատասխանն այսօր ստանալ չհաջողվեց։ Ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը հանրությանն առաջարկում է Փաշինյանի սպառնալիքները լսելու փոխարեն հիշել քաղաքացիական պայմանագրի իշխանության տարիների մարդկային ու տարածքային կորուստները։ Սա գիտեք ինչ է ինձ հիշացել։ Հիշում եք այս տականքին 2018 թվականի ապրիլին, այն որ ասեց կամ ես պիտի լինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Հիշում եք։ Խնդրեմ, 8 տարի հետո նույնն է կրկնում։ Բայց արդեն վարչապետի պաշտոնում։ Այդ ինչ պայմանավորվածություններ ունեք Ալիևի հետ, որ հստակորեն պնդում եք, նույնիսկ ամիս եք նշում, թե երբ է լինելու պատերազմ։ Այսինքն Ալիևի հետ բանակցել եք, որ եթե չընտրվեք, պետք է սկսի պատերազմներ։ Ես անկեղծ ասեմ մեր հայ ժողովրդին, ով հայ ժողովուրդ,
պատերազմ լինելու է ցանկացած ձևում։ Ցանկացած պարագայում պատերազմ լինելու է։ Ալիևը գրավելու է Սյունիքը։ Ցանկացած պարագայում սա ընտրվի թե չընտրվի։ Մի բան կա ստեղ տարբերությունը։ Երբ որ սա է վարչապետ, դիմադրություն չի լինելու։ Երեխեքի սպանելով մտնելու, ասենք իրանք ոնց է սոտքի, ոնց է ազատ գյուրի դեպքերը, ոնց է ջերմուկի, երեխեքին ուղարկելու են քնելու, ասեն դու ռմբակոց ես կազար մեկը, քշելով սպանելով արի, մենք չկարողացանք դիմադրենք։ Սրա չլնելու դեպքում Ալիևը նույն բանը չի ռիսկ անելու անել, որովհետև գիտի մի բան, դիմադրություն լինելու է։ Իսկ Թուրքը առանց ներսի դավաճանների կյանքում Հայաստանի վրա չի կարողացել մեկ փամփուշտ անգամ կրակել։ Եթե կրակել է, վստահ է եղել, որ պատասխան չի լինելու, վստահ է եղել, որ իր դավաճանների խումբը աջակցելու է իրան։ Նույնիսկ եթե գերիներ ունենա, հիշում եք ռուսներն ինչ էին անում ամբողջ 20 թվականից տեսքով։ Նույնիսկ եթե գերիներ ունենա, վերցում են, տանում հանձնում են հետ։ Այս գարանտիաները եթե չունենա, Ալիևը խելքը հացի հետ չի կերել։ Չի կարող դա անել։ Հիմա հասկացաք, պատերազմը ապահովված է, եթե սա ընտրվում է։ Ապահովված, այսինքն հանձնել է լինելու է պատերազմով։ Ոյնքը չի ասելու վերցրա։ Չէ, չի կարող ասի վերցրա։ Ալիևը չի կարող դա ասենց ասի, ինչ լավ, դու ինձ տվեցիր։ Ինքը պետք է ստեղծի վիճակ, նույնը ինչ որ Արցախում։ Մի հատ իր վիճակ ստեղծի, սա մտի գրավի հետո լսի, մենք չկարողացանք։ Հետո մեղադրի ժողովրդի բանակին զոր բանը, ոնց էր ասում են, զիբիլի կատուն ասում էր, 11000 դասալի բան։ Նույն սցենարը ինչ որ մենք տեսել ենք Արցախի պատերազմի ժամանակ։ Պատերազմ եք ուզում, ընտրեք Նիկոլ։ Երկրի մեր ժողովրդի դեմ դուք պատկերացնում եք այն ծնողների զգացմունքները, որ այսօր տղա երեխա ունեն բանակում, այսինքն կարելի է սեփական ժողովրդի շանտաժի ենթարկելու գնով վերարտադրվելու փորձեր իրականացնել։ Ընդդիմադիրների պատերազմական տեքստերից Նիկոլ Փաշինյանն այսօր շատ օրինակներ չուներ։ Առաջիկայում խոստացավ այդ թեմայով մի ուղիղ եթեր, բայց մի քանի այդպիսի օրինակներ համացանցում տեսել է։ Երեք ինչ որ նկարներ եմ տեսնում նյուսֆիդում երևում է ուժեղ խաղաղություն կամ նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր Ոչի դու ժամանակ ունես newsfeed նայես, մոռացել ես դու վարչապետ ես։ Դուք հասկանում եք մեր երկրի ինչ վիճակում է, վարչապետը newsfeed-ը նայում, ռիլերը նայում, TikTok-ը ֆրցնում են։ Ու սա լուրջ ընդունող կա, սա մարդ համարող կա, սա մարդ աշխատող կա, սա գովազդող կա։ Ներիր մեզ Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, հասկանում եք, այս ամեն ինչի մասին է, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Անհանգստացած է։ Դա քո ինչ գործ։ Ես պարզ ասում եմ, տա կանք, դու ելսի Ալիևն հետը, Արցախը վերադառնալու է։ Արցախը վերադառնալու է, դուք մտածեք, դուք ոնց եք դատակից դուրս գալու։ Ոնց եք հտելու Հագայի դատարանում։ Այսինքն չէ, ձեզ կդատենք Հագայի դատարանով, կփտեք հայկական դատարանում։ Դու դրա մասին մտածեք։ Սա նստել է, որ հանկարծ մեկը Արցախի մասին չխոսա։ Գիտեք ինչի։ Չբացահայտվի դավաճանությունը։ Բացահայտվելու է, հələ զեկույցները հատորներով գալու է դրվի ձեր դեմը։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմը։ Ընդդիմադիր ուժերի անուններ Փաշինյանն ուղիղ չնշեց, բայց ակնարկից հասկացվեց խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի մասինն է։ Այս ուժերից հակադարձում են, իրենք իշխանության գալու դեպքում չեն հետապնդելու Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը, չեն չեղարկելու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հասել է թե մենք նույն Նիկոլն ենք, էլի։ Պես ընդդիմադիր գործիչները ձևակերպեցին, չեն անելու այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, երբ եկավ իշխանության։ Ապեր այս մարդիկ իրաց վերանով ասում են, չենք անելու, մենք նույն Նիկոլն ենք, Նիկոլի դեմքն է փոխվելու։ Նիկոլի դեմքը փոխվելու է, Նիկոլի դեմքը տեսնելու փոխել, տեսնելու Սամվել Կարապետյանի դեմքը։ Պարզ ասում են։ Ուրիշ ոնց ասեն։
Մենք նույն Նիկոլն ենք, բայց սա ո՞րն է, ապացուցում է, որ ես ավելին եմ անելու, քան կարող Սամվել Կարապետյանն անի։ Ոնց է 20 թվականից Հեսկոմ ինչ արել։ Ռուսներին ամեն անգամ ապացուցել է, որ ինքը ավելի տականք կարա լինի, քան ասեն կարա իրան ծառայի Սերժը կամ Ռոբիկը։ Թող, ինչի ես ինձ փոխում, երբ որ ես մի բան էլ բոնուսներով եմ քո համար անում։ Այս ընտրությունը սրա վրա է զուգահեռել ձեն ստանալու համար մատաթափտալի ժողովրդի վրա, որ ինձ պետք է ընտրեք։ Չնայած ցանցած տարամախպես մենք նույն Նիկոլն ենք, մենք ոչ մի բան հետ չենք բերում։ Ինչ Արցախ, ինչ անկախություն, իրար ծաղը կերել ենք, արա ինչ բան, ոչ են գնալու փողերս հետ ուզենք։ Գնահատականը։ Ես ուզում եմ ստեսանը նայել։ Սա Հայաստանի վիճակն է։ Այս տարեցկինը ինքնազգացողություն ավարտած ուշագնաց է եղել, ակցիա անելուց։ Այս կինը Հայաստանում, այս տարիքի, որ հաստատ ինչ-որ հացադուլ անում։ Դուք հասկանում եք, այս կինը ինչ-որ մեկի մայրն է կամ քույրն է կամ չգիտեմ, տատիկն է, ասում են մեր ժողովուրդը ինչ վիճակի հասել, որ տատիկը ակցիա է անում ու ընթացքում ուշագնաց անում, բա էսի պետությունն է։ Բա այս պետության ղեկավարներին, այս պետության ներկայացուցիչներին կարելի է ընտրել, սրանց գիլյոտինն է սպասում։ Մենակ մի բանի համար, որ իմ ազգի տարեցկինը կարա այս վիճակին։ Ու բոլորին կապ չունի, գիտեք, ինքը իմ տատիկն է թե չէ։ Ինքը կարող է նաև իմ տատիկը լինել։ Ցանկացած մեկից։ Որովհետև ցանկացած հայ մայր, մենք ոնց է, մենք հայ մայր, որ տեսնում եք, մայրիկ ենք ասում, չէ՞։ Տատիկ ենք ասում, հորեղբայր ենք ասում։ Ցանկացած այս տարիքի ինքը իմ տատիկա կամ մայրիկա։ Այս մեր մայրիկներին այս վիճակներին բերելու համար, սրանց բոլորին պետք է ստանել այս գիլյոտինի տակով։ Ոչ մեկ հանգաստ ոչ քաղաքականություն չփնտրի։ Սա այն վիճակն է, ինչու դուք բերել եք Հայաստան։ Սա նույնիսկ քաղաքականություն չի։ Սա պարզ իրականությունն է։ Դուք ինչի եք բերել Հայաստանը։ Բայց սա պետք է վերջանա։ Ոնց ուզում եք գցեք բռնեք, ոնց ուզում եք արեք, իրեք պետք է պայմանավորվենք, ձևեր գտնենք, ես առաջարկում եմ ձևերը։ Ես առաջարկում եմ, որ գիշեր չքնել, աշխատել, որ սրանք ունիսի 8-ին արթնանան դուրը ծեծելով։ Որ իրենց դուրը արդեն եկել են ծեծելու, համապատասխան մարմինները եկել են իրենց հետևից։ Սենց պետք է լինի։ Այդ գիշերը արդեն հունիսի 7-ի գիշերը հիշում եք այն Սաակաշվիլին, որ եկավ իշխանության ինչ եղավ։ Մինչև առավոտ արդեն եկասան նույնիսկ է դատախազ դատավոր է ձերբակալված։ Սենց պետք է լինի։ Սենց պետք է լինի։ Ու ես կսեղմեմ այն տեխնացուի ձեռքը առաջինը, ով խոսքը տա ու դա կանի։ Ամեն ինչ պետք է անենք, որ հունիսի 7-ի գիշերը 8-ի առավոտ սրանք դուրը ծեծելուց արթնանան ու չհասցնեն հասկանան ինչ եկավ իրենց գլխին։ Գնանք առաջ։ Եվ այս ուզում եմ անդրադառնալ Նարեկին։ Լսեք ինչ ասում։ Սիրելի հայրենակիցներ, երեք մենք ներկայացրեցինք մեր անվտանգային ծրագիրը։ Այո։ Անվտանգային ծրագրի ներկայացնելուց հետո շատերն են խոսում, թե ինչու ենք մենք ներգրավել օտարերկրյա պրոֆեսիոնալների, մասնակետի եւ հիմնականում Իսրայելի հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար, բրիգադային գեներալ Սվիկա Հայմովիչի։ Պատասխանեմ։ Ամենակարևոր պրինցիպը, որը մենք ուզում ենք վերցնենք, դա զինվորի անվտանգությունն է։ Մեր զինվորի անվտանգության հասնելու համար մենք կաշխատենք աշխարհի բոլոր լավագույն մասնագետների հետ։ Գեներալը աշխարհի 5 լավագույն հակաօդային պաշտպանության մասնագետներից է։ Մենք մեծ ջանքեր ենք ներդրել, որպեսզի ներգրավենք նրան եւ նրա թիմը Հայաստանի օդային պաշտպանության համակարգի վերաստեղծման գործում։ Բանանի բառը ինքը եւ իր թիմը
Քանի հոգի գիտի, որ ամբողջ ռուսական սովետական հակաօդային պաշտպանությունը ստեղծել են հայերը։ Այ Էդուարդ Մանվելյանն է շատ հրաշալի հաղորդում պատրաստել այս մասով։ Քանի հոգի գիտի դրա մասին։ Քանի հոգի գիտի աշխարհի լավագույն բանակներում, լավագույն հակաօդային պաշտպանության, ավիացիայի ինչ հայ մասնագետներ ունենք մենք։ Արդեն թոշակառու, գործող։ Եթե մեզ պետք է հակաօդային պաշտպանություն, մենք հայ մասնագետներ կարող ենք գտնել։ Բայց չէ, ինքներին պետք է լինի իսրայելական թիմով, այսինքն մենք Մոսադի օֆիս ենք սարքում Հայաստանում, էնել այս պատերազմական իրավիճակում, էնել Մոսադի, որը այսօր համապատասխան, այսինքն այդ բանակը միջազգային դատարանի ստանդարտներով ինքը ցեղասպան բանակը, ինքը մասնակցել է ցեղասպանության մեջ, պլյուս զբաղված է լրտեսությամբ նույնիսկ այն երկրներում, ում հետ ինքը դաշնակից է։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն է, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց սնում, պահում է, կերակրում է, զինում է, իրենց փոխարեն պատերազմում է, բայց կարևոր չի, իրանք տերորիստական ակտեր են իրականացնում, այդ երկրում լրտեսություն են իրականացնում, այդ երկրում հավաքագրում են լրտեսներ, այդ երկրում ում հետ դաշնակից են, ու ընկերները որոշել են Ցվիկայի թիմով բերել և տալ իրեն Հայաստանի հակաօդային պաշտպանությունը։ Մեզ պետք է ծափ տամ դրան։ Տեսնեք ինչ ասում։ Ինչու՞։ Որտեվ 20 թվականին մենք հիշում ենք, որ ամենամեծ կորուստները մենք ունեցանք օդային պաշտպանության, այո, անկատարության պատճառով։ Այսինքն մեզ այս պահին հարց բարձրացնողները թե ինչու են հրավիրել, երբ որ քո որդին լինի սահմանին, քո որդին լինի պոստերում ու բայրակտարը իր գլխի վերևը լինի, դու կասես ինչու ես իսրայելցի բերել, որ այդ բայրակտարը գցելու, բայրակտարին խոցելու տարբերակներ առաջարկի մեր երկրին։ Ինձ թվաց, թե սա Նիկոլ Երկուսը անում։ Հարգելի ծնող, եթե չես ուզում քո զավակի գլխին, զինվորի գլխին բայրակտարը կրում գցի, ուրեմն անպայման այդ հոբի մասնագետները պետք է լինեն իսրայելցիներ, հա։ Նայեք, այս ինչ շանտաժ է։ Այսինքն եթե իսրայելցի չլինի, ոչ մեկ չի ասում, հոբ պետք չի, նման խոսակցություն չկա։ Բայց հասկանում եք, չէ՞ որ հոբի մասին չի խոսքը, այլ որ մասնագետների խումբը պետք է լինի Իսրայելից։ Ու եթե նա ասում է ինչ չընտրես պատերազմ պետք է լինի, ես ասում եմ, եթե մենք դե չի ուզում քո երեխան սպանվի, պետք է խումբը հակաօդային պաշտպանության անպայման լինի Իսրայելից։ Լուրջ։ Ու դուք լուրջ հույս ունեք, որ ես իմ նման մարդիկ ձեզ պետք է անթառաջեն ու ձայն տան, ասեն, ինչ լավ բան առաջարկում, մեծ մտքով ոնց չեր անցել, որ կարելի է հակաօդային պաշտպանություն ունենալ, ոնց չեր անցել, որ զինվորին պաշտպանել է պետք։ Հայ ջանես զինվորին պաշտպանելու մասով։ Ասեն դու ես, հա, համարում, որ այդ պատերազմը այդքան զոհ ենք տվել, որովհետև հակաօդային պաշտպանությունը կատարյալ չէ, թե ընդհանրապես չկար։ Ասեմ ձեզ, ընդհանրապես չկար, անջատած էր։ Ու գիտեք ում ձեռով էր անջատած։ Ռուսաստանի ձեռքով։ Ու գիտեք որ նարեկի նմանները մեզ ասում էին, որ եթե մենք սուս չմնանք, խելոք չմնանք, ռուսին չենթարկվենք, ինքը մեզ չի պաշտպանի, Ղարաբաղը կտա, Ղարաբաղի հարց ունենք։ Մենք էլ 30 տարի բերաներս փակ, ամեն ինչին հանդուրժելով, ամեն ինչը հանձնելով ռուսին, մենակ Ղարաբաղում պատերազմ չլի։ Ղարաբաղում եղավ պատերազմ, ռուսն էլ անջատեց հակաօդային պաշտպանությունը։ Հիմա սրանք նույն ձևով, ասում են ախպետ ջան, եթե չես ուզում քո զինվորի գլխին ռուտ պետք գցեն։ Էլի մեր հակաօդային պաշտպանությունը պետք է լինի ուրիշինը։ Որովհետև այն որ մենք ձեզ ասում էինք, որ խելոք մնացեք ռուսնա մեզ պահում բան, պարզվեց ռուսը մեզ չի պահում։ Հիմա սրանք ասում են ախպետ, բախ ոչինչ որ չի պահել, հիմա էլ արեք տանք Իսրայելին թույն կպահի։ Լավ եք։ Ձեզ չի թվում, որ դուք վիրավորում եք հայ մարդու ինտելեկտը։ Դուք լույժ մտածում եք հայ մարդ այդքան միաբջիջ է։ Հա։ Տեսեք ինչ ասում։ Թե կասես ճիշտ ես արել։
Դուք ձեր որդիների վրա օրինակ վերցրեք, ձեր եղբայրների վրա օրինակ վերցրեք։ Շանտաժ է, նույն շանտաժ։ Նույն մոտեցմանը դուք գնացել եք 20 թվականին, երբ որ ամբողջ Արցախյան զորքը չէր դուրս եկել ռազմական դիրքեր, որովհետև Ինչ ասում։ կենտրոնից հրամաներ եկել, որպեսզի չսադրենք Ադրբեջանին։ Սա ցուցմունքն է Փաշինյանի դեմ, թե պաշտպանության նախարարի դեմ, չգիտեմ, Օնիկի դեմ, սա ում դեմ է ցուցմունք։ Թե սա զրպարտություն է, պատասխանատուն է, դատի տվեք Նարեկին։ Թե սա զրպարտություն չի, իրականություն է, հենց հիմա քրեական գործ պետք է հարուցվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փաստորեն չեն հանել զորքի դիմադրության, որ դա չընկալվի որպես սադրանք։ Ես երկու տարբերակից մեկին էլ համաձայն եմ։ Սա պետք է քրեական գործ լինի։ Այս մարդը լուրջ հայտարարություն անում։ Մենք լուրջ հայտարարություն անում, կամ ես նա նկատմամբ պետք է քրեական գործ տեսնեմ, կամ իր նկատմամբ պետք է զրպարտության մասով քրեական գործ տեսնեմ։ Նա գնաք առաջ։ Այսինքն մենք ու դա բերես նա, որ առաջ օրը մենք ունեցանք շատ մեծ զոհեր, ունեցանք շատ խոցումներ տեխնիկայի, որպեսզի հասկանանք ինչն է փիլիսոփայական տարբերությունը մեր մոտեցման եւ այս մոտեցման մենք ասում ենք անվտանգությունը զինվորի առաջնային է, իրենք ասում են քաղաքական նպատակարարությունը, թիմայնությունը, թայֆայականությունն է առաջնային։ Ով է ասել այս բանը։ Ումի նկատում ունի։ Նրանք որ քննադատում են իսրայելցիների մուտքը Հայաստան, այդպես բան են ասել։ Զինվորի կյանքը առաջնայինն է բոլոր։ Իսկ ով ասել ոչ։ Այսինքն ովքեր ասում են իսրայելցի բանա, Իսրայելի խումբը իրավունք ունի Հայաստանում հակաօդային պաշտպանությունով զբաղվի, իրանք ասում են զինվորի կյանքը առաջնային չի։ Այս ի՞նչ մանիպուլյացիա է։ Հասկանում եք ինչ նույն խաղերի լարերի վրա են խաղում։ Ալեքս Սարգսյան, Նարեկ Կարապետյան կներես։ Շատ վատ եք անում։ Մի վիրավորեք հայ մարդու ինտելեկտը։ Շատ վատ բան եք անում դուք։ Բոլորի հետ աշխատելու ենք դրա համար։ Այնպես ենք աշխատելու, որ վաղը մենք իրապես ունենանք փակոտ, ոչ թե հայտարարություններով։ Որպեսզի հասկանաս դու ունես փակոտ թե չէ, մինչև պատերազմը, դու պետք է գտնես աշխարհում լավագույն հակաօդային պաշտպանություն ունեցող գնաս երկիրը գտնես։ Ես այդ երկրի մասին մի լավ բան եմ ասել հիմա։ Մի քիչ սպասեք։ Այս պահին դա Իսրայելն է ու այդ համակարգի ստեղծողին, ով պրոֆեսիոնալ խորհրդատու Համակարգի ստեղծողը։ Համակարգը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նարեկ։ Այդ համակարգը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ամեն ինչ գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հողը գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տեխնոլոգիաները գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տեղում դա հարմարեցնում է տեղային ռեժիմին, ընդ որում ամերիկյան փողերով։ Ընդ որում դա գաղտնիք էլ պետք է ասեմ։ Այսօր արեք ես ցույց տամ էլի, հերո չգնա։ Այսօր այդ կենտրոնը ռմբակոծվել է ու վերջ։ Ես հիմա գտնեմ այդ ինչ էր դա իրենց ներկայացնում եւ ոնց է կոչվում դա։ Rafael Advanced Defense System, այսինքն Rafael առաջատար պաշտպանական համակարգ։ 1948 թվականից հիմնադրված ուներ 8000-ից ավել աշխատակից։ Որտեղ հիմա հիմնական արտադրանքներ, օդային պաշտպանություն, Iron Dome-ը, այդ հայտնի օդային պաշտպանությունը, կարճ հեռահաղորդության հրթիռների դեմ էր պայքարում։ Դավիթ Սլինգը այդ իրանց հայտնի էլի օդային պաշտպանության համակարգից է։ Սրանք համարվում են աշխարհի ամենաարդյունավետ համակարգերից։ Որոնք, նույնիսկ եմ ասում, դրանք բոլորը ամերիկյան տեխնոլոգիաների եւ ամերիկյան զենքեր, որոնք հավաքվում են այնտեղ։ Կարդում ենք միջազգային գործունեություն, Ռաֆայել համագործակցում է բազմաթիվ երկրների հետ, ԱՄՆ համատեղ ծրագրեր, օրինակ Raytheon սիստեմները, եվրոպական երկրներ, Ասիա։ Դա իսրայելական չի։ Նա ուղղակի այս ամեն ինչը ամերիկյան փողով հավաքվում է հենց տեղում։ Ու այս գործարանը այսօր օթերով այլ։ Այդ ֆատա երկուս
այդ հայտնի հրթիռը իրանական այսօր եկել մտել այնտեղ։ Իրանց ամեն ինչն էր դա։ Ամեն ինչը, լազերային պաշտպանական գործիքները տեղ էին, կիբերանվտանգության համակարգերը տեղ էին, արհեստական բանականության կիրառումները, ռազմական մշակումները բոլորը տեղ էին։ Այսինքն դա Իսրայելի ինչ ասեմ, սիրտն էր ռազմական։ Այսօր դա եկել է Ֆաթահը, բարևել է 2 տոննանոց ռազմագլխիպով։ Ասում են 5 հատակ կրակել, մեկը հասել է տեղ։ Այսինքն Նարեկ Կիրակոսյանին, Նարեկ Կարապետյանն ընդամենը ինֆորմացիա են տալիս, էլի, ինֆորմացիա։ Ինչ է եղել իր նկարագրած աշխարհի լավագույն, հա։ Կարող է տա իր թիմով։ Թիմով էլի։ Ես ասում եմ, այդ թիմը որ բերեք, նա առանձին շեք տեղադրեք իրանց բլուզի վրա, որ վաղը դառնա լեգիտիմ թիրախ անպայման դառնալու է։ Հայ մարդը չտուժի դեռ էլի։ Գիտեմ կան մտավախություններ այն հարաբերությունների, որը Իսրայելը ունի տարածաշրջանային երկրների հետ։ Բայց այդ հարաբերությունները նրանք ստեղծել են այսենց համագործակցելով։ Մենք էլ կստեղծենք այսենց համագործակցելով աշխարհի բոլոր ուժեղ ակտիվ գործոնների հետ։ Այ կլինի դու դիվանագիտական ստեղծ էլի, հա? Կլինի։ Ով ասեմ, որ դիվանագիտական հարաբերություններ պետքա չունեն Իսրայելի հետ։ Այ ստեղծի դիվանագիտական։ Դու դիվանագիտական ոչ մի ընդհանուր բան չունես, հակառակ դու ճշտամական դաշնում ես այսօր։ Ու խումբ։ Մոսադի խումբը բերում է նստի Հայաստանի։ Որ ինչ է լինի։ Որ Իրանի նկատմամբ ավելի մեծ ռազմական բան ունենան, վերահսկողություն ունենան։ Այդ ինֆորմացիան տամ նաև Ադրբեջանի փողի դիմաց ամեն ինչ տվող են, ամեն ինչ, որովհետև դու ոչ մի ռազմական համագործակցության պայմանագիր պետական մակարդակի չունես, որ ինչ որտեղ գնաս բողոք ես, ասես, ախր չէ որ մենք սենց դիվանագիտական ռազմական համագործակցության պայմանագիր ունեինք, վա մենք էս տվել ենք այս հնարավորություն, դու ոչ մի բան չունես։ Գնաս ստեղծի դիվանագիտականը, հարաբերությունները հաստատի, հասկացի քո դերը ընդհանրապես քո նշանակությունը, հետո անցի ռազմականին։ Բայց ոչ թե օթայինը տուրիզան խմբով գայ, ինչ անի։ Նույն բանն անում այն Լիբանում, Ադրբեջանում։ Ոչ թե կփակվենք մեր մեջ, վերջում էլ կտեսնենք, որ բոլորը պայմանավորվեցին, բոլորը զինվեցին, մենք էլ մեր զինվորին թողեցինք առանց օթային պաշտպանության։ Էլի նույնը։ Էլի նույնը։ Էլի նույնը։ Չէ։ Զինվի։ Ֆրանսիան էլ է քեզ տալի հակաօթային պաշտպանություն, Հունաստանն էլ է տալի, Հնդկաստանն էլ է տալի, այ զինվի։ Պատկերացրու հայ զինվորի համար միևնույնն է, ինչ համակարգ է գալի։ Մենակ ինքը անվտանգ լինի։ Ու ժողովրդին մի շանտաժարը, թե անվտանգության միակ համակարգը, որ կարա լինի, դա այն համակարգն է, որ հիմա չի կարողանում դիմադրել։ Ընդդեմ ինքն էլ չունի այդ համակարգից արդեն։ Չունի։ Իսկ կապեր բան, մի մանիպուլյացիա, կապերը ստեղծի, հետո եթե կանցնես ռազմական համագործակցության, դա ուրիշ բան։ Դու ոչ մի բան հիմա չունես դեռ։ Ու ժողովրդին շանտաժ անես, որ եթե ես հիմա չանեմ, չբերեմ Մոսադին Հայաստան, հայ զինվորը գլխի պաշտպանություն չի ունենալու։ Մենք դա լսել ենք արդեն ռուսների մասով, հասկանում ես։ Հետո տեսանք ինչ եղավ պատերազմի ժամանակ։ Իսկ նաև նույնիսկ ռուսները չեն։ Սրանք ասում են այն երկիրն են, որ իրենք հետախուզություն են տերորիստական ակտերն իրականացնում, նույնիսկ այն երկրներում, որոնց հետ իրենք ռազմական համագործակցություն չէ, իրենք սնվում են այդ երկրների հաշվին։ Էս է սրա մասին։ Իսկ հիմա տեսնենք մեր ժողովուրդը ինչ է մտածում սրա մասին, հա։ Ես երեք դրել եմ հարցախույզը, խնդրեմ։ Թարմացնենք, տեսնենք ինչքան մասնակից կա, 13000 մասնակից։ Սա արդեն լուրջ թիվ է։ 13000 մասնակցից 12%-ն ընդամենը կորուպցիա կան։ 81% ասում է ոչ։ Հասկացաք հիմա ձեր արածի աջակցությունը, լեգիտիմությունը ինչքան է։ 81% ասում է ոչ։ 6%-ը վստահ չի, ոչա ոչ չէ, 1% համար միևնույն է։ Լավա 5% չի, ես մինչև 3% գիտեմ, ես միևնույնները կա։ 81% կտրականապես ասում է ոչ։ Մեկ էներգետիկան է տալիս, մեկը հակաօթային պաշտպանությունն է տալիս,
մեկը ճանապարհներն է տալիս, մի խոսքով Հայաստանում ով գալիս է իշխանության կամ ով իշխանությանը, Հայաստանից մի բան է տալիս։ Օդի անվտանգությունը հերիք չի, քո ձեռը չի, հիմա էլ էներգետիկան են տալիս։ Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա։ Ինչի վրա? Անասուն։ Այս տավարի մոտիկից մեկը տեսել է։ Հետը խոսացել է մոտիկից։ Ես ես երաշխանում եմ, եթե խոսեք հիասթափվեք ընդհանրապես մարդությունից։ Հիասթափվեք, որ ասենք ինչ է նշանակում կառավարություն, նախարար, այդ գաղափարները ձեր համար աշկյուն կդառնա միանգամից 0։ Դուք կասեք, եթե սա նախարար կարա լինի, ես կարամ լինեմ նախարարների նախարար, վարչապետ, ցանկացած մեկը։ Ու հենց այս կարգի բիոթափոնները կարան լինեին Փաշինյան Նիկոլի մոտ նախարար։ Ինչի՞։ Որտեղ սրանք մտածելու ունակ չեն, սրանք ինչ ասում են, են անում են։ Ու սրանք հիմա էլ որոշել են, որ մեր էներգետիկ անկախությունը ամենակարևոր բանն է, սա ռազմական անկախությունից, զինված ուժերի հավասար բան է։ Ուրեմն նայ, օդ արդեն Հայաստան գնում գալիս է Turkish Airlines-ը, վաղը վստահ եղեք, Երևան Լոս Անջելեսից բացի, Երևան, չգիտեմ, Ստամբուլ, Երևան Մոսկվա, Երևան Լոս Անջելես, Երևան Կատար, բոլոր տեղերը Turkish Airlines-ը միանգամից դառնում է ամենաարագ աճող կամպանիան Հայաստանում։ Ասկն օդային փոխադրումներն իրանցնա, էներգետիկան իրանցնա, բանակ չունենք, որովհետև Փաշինյան Նիկոլի խաղաղության համար բանակ պետք չի, հակառակային պաշտպանությունը, եթե Նիկոլը մնա, ես չգիտեմ կլինի թե չի լինի, էլի մեկա պետք չի, որ Հայաստանը խաղաղություն ունի, ճակերտավոր եմ ասում, երկիր չկա, պետականություն չկա, հակառակային պաշտպանություն ինչի համար է։ Բայց ինչքանով հասկանում եք, ոչ մեկ չի ասում, մեր ստեղծենք, տան։ Ու ընդորում չմոռանանք այդ ամեն ինչը շանտաժով։ Եթե չանենք, դուք մտածել եք զինվորի մասին։ Հա, մենք մտածել ենք զինվորի մասին։ Ու մտածելով զինվորի մասին մենք որոշեցինք, որ ինչ ունենանք պետք է լինի մեր սեփականը։ Մեր կոնտրոլի տակ, մեր նախաձեռնությամբ։ Թեկուզ լավագույնը գնա առ մասնագետներին բեր, թող դες տրեյնինգ անեն։ Լավ։ Կամ դու գնա տրեյնինգի։ Միևնույն ժամանակ չեն մոռանում, որ անպայման պետք է Մասիսը ջնջվի բոլոր տեղերից։ Հիմա էլ հասել են պոլիտեխնիկ փաստորեն։ Հիմա ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպը, որի վրա պատկերված է Մասնիսուսիսը, նույնպես հրահանգված է փոխարինել այլ լոգոտիպով, որտեղ դեռան փոխարեն այլ պատկեր կլինի։ Ու արդեն սկսել են այս տարվա հունվարից աշխատել դրա համար։ Հայաստանը Յասամանալությամբ, լոգոներով, սիմվոլներով լուծարվում է։ Ով խոսում է Նիկոլ Փաշինյանի օգտին, խոսում է Հայաստանի լուծալման, ոտքի ոչնչացման օգտին։ Այսքան բան։ Հիշում եք, որ մի քանի օր երեք էլ հաղորդման մեջ ասացի, որ Լապշինը նստած էր Նավալնիի բանի հետ միասին, դատապաշտպանի հետ քեյս էին նախապատրաստում Ադրբեջանի դեմ գերիների մասով։ Հա, Գևորգ Սուրջյանի քեյսի հետ կապված միջազգային դատարան էին դիմում։ Այսօր այս մարդուն կալանավորում են Հայաստանի օդանավակայանում։ Բա այս մարդուն, որը քեյս է պատրաստում Ալիևի դեմ, կալանավորում են Հայաստանի օդանավակայանում։ Իսկ ուզում եք սահմանադրություն չփոխվի։ Հայաստանում Ալիևն է որոշում, ով պետք է ինչ անի, ում կալանավորել, ում չկալանավորել։ Հասկացանք իրար։ Ես ան եմ ուզում դառնամ։ Սա գիտեք ով է։ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն է սա։ Միջև Փաշինյան Նիկոլի մոտ աշխատելը։ Անցավ հետո Փաշինյան Նիկոլի մոտ սահուն խոսնակ, դե ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ամբողջությամբ Մակունցով, Սրանով, Ջանգիրյանով, Էլինդեղ բաներ կար, Վահագն Խաչատրյանով բան։ Յակամից են սահուն անցան Նիկոլի թունավոր ծրագրերը սպասարկելով։ Եվ ինչ են հայտնում, սա հիմա Իտալիայում է, դեսպան Ուկրաինային է ուղղակի ամենակարևոր տեղ, որ ոչ մի բան հանգարց չլինի այնտեղ։
Հայաստանը ոչ մի դեր չունենա ուկրաինական պատերազմում։ Ինքը ասում են Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մինչ օրս կապավոր է Սվիզնոյ աշխատում Ադրբեջանի եւ Հայաստանի կոլաբորացիոն իշխանությունների միջև, ոչ նամակագրությունը գաղտնի հանդիպումները կազմակերպում է, բանկային հաշվեհամարներ բացել է եւ ընդհանրապես ոչ առևտուրը եղել է սրա միջոցով։ Սա միսիան կարելի է համարել ավարտված, քանի որ Նիկոլն ու կպայական վերխուշիկը այլևս չեն թաքցնում իրենց դավաճան լինել եւ արդեն ուղիղ են խոսում ամեն ինչը։ Ամեն ինչը։ Ասում իմ տվյալները մոտ օրես կբերեն Հայաստան ու մի չաղ պաշտոն կնվիրեն։ Արդեն երևում է որ չաղա, արդեն լավ կերակրվել է այս ընթացքում։ Սա ինչ եմ ասում, ոչ թե այս լուրը ճշտված է թե ճշտված չի, դա էական չի, մենք կճշտենք, բայց այն հանգամանքը, որ շատ պատահականորեն բոլորը պատասխանում են Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, բոլորը գնում են խորհրդակցելու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ Լևոն Տեր-Պետրոսյանն է որոշում ով է լինելու Հայաստանի լիդերը, ինչ ասում ձեզ։ Ինձ ասում է մի բան, որ Նիկոլ Փաշինյանի դեմքը փոխանցվելու է Սամվել Կարապետյանի դեմքով։ Եվ որ նույն կենտրոնն է, նույն հրահանգներով, ու բոլորը ովքեր աջակցում են այս կամ այն կետ, նույն կենտրոնի ենթարկվողներ են։ Նույն, որովհետև մնացածը որ նույն կենտրոնին չեն ենթարկվում, միակ կարիք չունեն մտնելու այս բազարների մեջ։ Բացի սրանցից, ընդեղ եւս մի 4-5 առնվազն տեխնացուներ կան։ Կուսակցություններ, լավ, վատ, նոր, հին, էական չի։ Եթե մարդը ինքը անկախ է իր գործունեության մեջ, բոլորին դեմ, եթե համաձայն չես ոչ մեկի հետ, հիմա ոչ մեկ չի կարող ասի։ Ես չեմ գնալու քվեարկության, որտեղ իմ տեխնացուն չկա։ Չունես տեխնացուն, գնա բոլորին դեմ։ Եթե դու չես գնում բոլորին դեմ, ու մեկ էլ որոշում ես, որ ամեն երկու Սամվել Կարապետյանի համար ավելի լավ է, միանգամից ասա էլի որ կենտրոնին ես էլ ցավը։ Գոնե ես դա հասկանում եմ։ Գոնե ասեմ ես նաև իմ նման մարդու։ Այդպես որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Լևոն Տեր-Պետրոսյան, թե ինքն էլ որ օթյակին է ենթարկվում, որ օթյակից է ստանում իր հրամանները, ինձ թվում է մեր համար ոչ մեկիս համար գաղտնիք չի։ Ուղղակի այս համատեղում է էլի, այս չի կարողանում sense մեծ հասկանալ էլի, այս KGB-ն ու սիոնիստները ոնց են համատեղել էլի, սա ինչ է կոմպրոմիսային տարբերակ է։ Բարձում է, հա, կադալինի նաև այդպես կոմպրոմիսային տարբերակ։ Իսկ ամենավատ տարբերակը, որ կարող եմ իօր բացահայտել, որ սիոնիստները վերահսկում են նաև KGB-ն իր ձեռով է ամեն ինչ արվում։ Ես արդեն ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Ես ուղղակի վերցնում եմ փաստերը, որ sense բոլոր ճանապարհները գալիս կանում է սրա վրա։ Լևոն Տեր-Պետրոսյան անազգանով։ Ուսանքներն համոզում են, որ Թուրքիայի բարեկամությունը մեր համար ոչ թե միայն միակ ճանապարհն է, այլ շահավետ ճանապարհն է։ Երկիր ցիվիլիզացիա, որի ամբողջ ընթացքում, բացի աջունից, բացի ողբերգությունից, ավերածությունից ոչ մի բան մեզ չի բերել։ Ոչ միայն մեզ, աշխարհի ոչ մի բան չի տվել։ Եվ Հայաստանին համոզում են, որ հա դու ոչ միայն համարժեք չես, դու ավելի ցածր ես, այդ քո համար մեծ պատիվ կլինի լինել Թուրքիայի էներգետիկ համակարգում, ասենց ասեմ։ Նաև այսօր պատերազմի նախարար ամերիկյան Նիկոլի պատերազմի նախարարը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի վճռական հաղթանակը արդեն կարելի է փաստամանել, բա։ Իրանք արդեն հաղթել են։ Հա, մեր մոտ արդեն խաղաղություն է, Ամերիկան ու Իսրայելը արդեն հաղթել են Իրանին, ճիշտ է, Իրանում դեռ այդ մասին չգիտեն։ Իսրայելում էլ ոնց որ գործել այդքան լավ չի։ Էլ չեմ ասում համաշխարհային էկոնոմիկայի մասին, բայց հարբեցողը, ստիպիսկը լուբում սեղանի վրա պալողը, բռնաբարության համար վրան հոդվածներ ունեցողը հայտարարել որ իրենք արդեն հաղթել են։ Այո։ Մեկը մեկին ոնց ասած նույն մանա ծնողը բերած լինի։ Իսկ
Թրամփի խաղաղության բանը կոմիտեն այդ գոլֆ կլուբը արդեն համարում է որ պատերազմը վերջացած է եւ որոշում է ոնց է վերակառուցելու գազան հանել են արդեն սաղին բոլորին 2 միլիոն մարդ կոտորելու վրդել են արդեն ընդեղից հիմա արդեն տարածքը մաքրել են հիմա արդեն բան է ռեկոնստրուկցիան անում սարքել են հյուրանոցներ ռիվիերա դրախտավայր իրանց համար բնականաբար այո ամեն ինչ նույն ոգևորվածության գնում է Միջավայրից պետք է ասեմ, մի բան արեք, թույն բռնումով նայեք, Հայաստանը այս ամեն ինչի մասնակից է։ Հայաստանը մասնակից է փաստորեն 2 միլիոն պաղեստինցիների էթնիկ զտումների եւ տեղը ավիրելով շենքեր կառուցելու։ Բնականաբար որտեղ ոչ մի իրավունք չեն ունենալու տեղը բնակները։ Շուտ են ուրախացել, շուտ։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, գիտես որ Թրամփ ՆԱՏՕ-ն չի առնչում այդ հարցերով։ Դա Գերմանիայի կանցլերն է։ Մի կպի ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին գործ չունես։ Դու հարցել ես ՆԱՏՕ-ին պատերազմը սկսելու համար։ Չէ, դե գնա։ Բայց ուժեղ տղա ես մկանոտ չէ, աշխարհին սպառնում ես օրական, լավ ես թափ տալին, լավ ես թափ տալիս, լավ ես հայտ դնում դրա։ Կոմուս քո գլուխ, ոնց մտել ես, նենց է դուրս գալու, դուրս արի։ Չի կարող դուրս գա, բայց իր պատերազմի նախարարը հայտարարել է, որ ինքը արդեն հաղթել է այդ պատերազմը։ Իսկ սա Բեյրութն է։ Մեկ։ Ամբողջ տարածք։ Սա Բեյրութն է, սա այն երկրի ձեռքի գործն է, որ գալու է Հայաստանում հակաօդային պաշտպանություն ստեղծի։ Չինաստանը որպես ցուցադրական ժեստ այսօր պաստորեն 3 հոգու կախել են սեռական ոտնձգության համար երեխեքի նկատմամբ ուղղակի ասելով որ սենց է պետք վարվել Էփստինի ցուցակում հայտնված բոլորի հետ Թրամփից մինչև Հեքստեկ բոլորի հետ ովքեր ցուցակում կան այսպես է պետք վարել ինքը օրինակը ծառայել է Speaker, I rise today to discuss this administration's massive cover-up of the Epstein files in order to conceal President Trump's involvement. This cover-up reached its apex last month when Attorney General Pam Bondi falsely testified under oath before the House Judiciary Committee. The Attorney General testified, quote, "There is no evidence that Donald Trump has committed a crime. Everyone knows that." Եղեսկով, սա ինչի մասն է, սա կոնգրեսմեն Դեն Գոլդմանն է զեկուցում, որ Գլխավոր դատախազից սկսած մինչև AIPAC-ի հետ առնչվող դա հրեական լոբինգն է, առնչվող բոլոր չինովնիկները, որոնք վճարվում են նրանց կողմից, ամիսներ շարունակ պնդել են, որ Դոնալդ Թրամփը Էփստինի հետ ոչ մի կապ չունի, ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Հիմա որոշակի կոնգրեսմեններ իրանք հնարավորություն ունեն առանց խմբագրման այդ թղթերի ծանոթանալ։ Եվ կան բոլոր փաստերը անազգանով գրած, որ Թրամփը ոչ միայն ճանաչել է այդ գործառույթը, ինքը անձամբ մասնակից է եղել այդ բռնաբարություններին, այդ հանցագործություններին։ Անձամբ վերջ ու դատարանը որոշում է ընդունել Նյու Յորքի, Ամերիկայի գերագույն դատարանը որոշում է ընդունել, որ Թրամփը այլևս ոչ մի իմունիտետ չունի հանցագործությունների նկատմամբ։ Ոչ մի իմունիտետ չունի, այսինքն իրան ոչ մի բան պահող չկա։ Հիմա մնում է գտնվի մի դատավոր, որ այդ մուրճը կխփի, ասի գնացեք ձերբակալելու։ Հենց այս գործերով։ Հենց նույնիսկ կոնգրեսի ցուցմունքի վրա, կոնգրեսմենի ցուցմունքի վրա, Էփստինի հաշապահի, որը ցուցմունք է տվել Թրամփի վրա, որ հա, եղել է, այսօր մասնակցել է, փողը տվել է նոր երեխեքի համար, հա։ Այն զոհված չէ։ Այն տուժած 5 մանկահասակ երեխեքի, որ արդեն հիմա մեծ կանայք են, դրանց ցուցմունքները կա։ Ամեն վարքյան, այսպես Թրամփը այսպես մոճը կարող խփեն ու տանեն բանտ։ Երբ կլինի, ոնց կլինի, չգիտեմ, բայց եթե դա չլինի, շատ վատ է լինելու հենց Ամերիկայի համար։ Ու ոչ միայն Ամերիկայի, այս բանը բոլորս ենք քշում։ was wrong about something I said. I said that Trump is trying to kill Americans because all he cares about are corporate profits. And I was wrong when I said that because congressional Republicans also only care about that. Congressional Republicans. Ինչի մասն է խոսքը։ Ասում եմ, ես որ ասում եմ Թրամփ ուզում է մեզ բոլորը սպանի, ես խալ եմ ասում։
Մենակ Թրամփը չի ուզում սպանի, բոլոր կոնգրեսականներն են, հանրապետական ուզում բոլորի սպանվածներն են։ Ինչի մասն է խոսքը։ Հարցադրվել է, որ բոլոր են թունավոր քիմիկատները, որոնք ազում են մարդու օրգանիզմի վրա վատ իմաստով, աշկելվի օգտագործել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Աշկելվի ամերիկյան սնունդը թույն է։ Այս սնունդը չի արտահանում Եվրոպա, աշկելված է։ Պատկերացնում եք, աշկելվի թունավոր քիմիկատները, որ սննդի վրա օգտագործում են, դա աշկելվի։ Հանրապետական սենատորները Թրամփի գլխավորությամբ դեմ են քվեարկել դրան։ Ինչի՞։ Որովհետև դա իրաց ընկերություններն է, իրանք միլիարդներ այդպես են աշխատում իրանք դեմ չեն քվեարկելու։ Թունավորում են, սա մեծ բիզնես է, թունավորում են ժողովրդին, ժողովուրդը դառնում է հաշմանդամ, նստում է բաների վրա, դեղերի վրա, համ դեղեր ծախողն են իրանք, համ թույն ծախողն են իրանք։ Ասկեն բյուջեն այս կողմից մտնում է իրանք գրպանը, այն մյուսից կողմից էլ է իրանք գրպանը մտնում։ Սա ամերիկյան կառավարությունն է, այսօրվա։ Երեկա հիշում եք չէ՞, որ հակառակբեկչական կենտրոնի նախագահը հրաժարական է տվել Թրամփի։ Այսօրիկը մեծ հարցազրույց է այն մասին, որ սեպտեմբերի սպանված Չարլի Քիրկը իր հետ խոսացել, ասում է, մենք պետքա սպասում ես պատերազմ մենք մեզ Իրանի հետ, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա կանխենք, որովհետեւ Իրանը համաձայն է փաստորեն բաների, բայց Իսրայելին դա պետք չի։ Իսրայելին պատերազմն է պետք եւ ամեն օր Վիթկոֆը չգիտեմ իր բոլոր այդ էփագի բաները ականջի նստած ասում է պետքա պատերազմենք, պետքա խփես, ընդ որում խփելուց հետո, հունիսին խփելուց հետո այդ բանը չէ, զինադատը եղավ։ Ես ասում եմ, մենք այդ ամեն ինչի մասին իմացել ենք։ Ու ով որ դեմ է եղել խփելու, Թրամփը դրանց միջոցով հայրացել է աշխատանքից։ Որ ոչ մի խանգարող բան չլինի, որ ի վերջո իրականանա Իսրայելի երազանքը։ Դե որի համար էլ սպանեցին Չարլիին խոսքով։ Significant defense manufacturing sites on the planet. This is not a warehouse. This is not a storage depot. Rafael is the company that builds the Iron Dome interceptors, the Spike anti-tank missile systems, the Trophy active protection systems, and components of the David Sling and Arrow missile defense batteries. In other words, Iran did not strike a weapons factory. Iran struck the factory that builds Israel's shield. Խոսքով դա մասին ասում է, Իրանը ուղղակի չի խփել այդ դրոնների արտադրման կամ հակաօդային պաշտպանության կենտրոնը, Իրանը խփել է մի գործարանի, որը հանդիսանում էր Իսրայելի պաշտպանությունը։ Ու այսօր պաշտպանությունը չի աշխատում։ Ինքը ոչ մի չի կարող սարքել։ Գիտեք, այդ նույն բանը այդ հրթիռները հնարավոր չի ասում Amazon-ով պատվիրել կամ մտնել կողքի խանութից աշխատել, գնել, հա։ Հնարավոր չի։ Եվ Ամերիկան էլ այդ հզորությունները չունի, որ մատակարարի։ Չունի, նախնքի իրավար չունի։ Այսօր շատ հետաքրքիր ժամանակներ են մեզ սպասվում։ Եվ Պենտագոնը 200 միլիարդ է խնդրում պատերազմը շարունակելու համար 200 միլիարդ դոլար, որպեսզի շարունակեն բանի համար Իսրայելի համար պատերազմը շարունակել։ Բայց կոնգրեսմեններն ասում են, իրանք այդքան լավատես չեն, որ Պենտագոնը կստանա այդ 200 միլիարդը, որովհետև դա հսկայական գումար է, օրական 1 միլիարդ ծախսելուց հետո, այսքան կորուստներից հետո, երկրորդն էլ սա կլինի այդ հանրապետական կուսակցության վերջը ուղղակի։ Բայց տեսնենք ինչ կասեն։ Yes, let's take America's international. How do you feel about the U.S. and Israel going to war with Iran? The U.S. has no business going to war with Iran. This is Israel's war. If they want to fight it, they can fight it, but no. Ասա ինչ է կարծում բանը այս պատերազմի մասին Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի գործ չունի այս պատերազմի մեջ։ Սա Իսրայելի պատերազմն է։ Իսրայելը ուզում է պատերազմի։ Թողնա պատերազմի։ Մենք ինչ կապ ունենք իրար։ No American should ever die for Israel. Why do you say that? Because if they're too cowardly to fight, they're too cowardly to fight. But don't take our men, our women from the Marine. Ոչ մի ամերիկացի պետք է մահանա Իսրայելի համար։ Եթե իրանք շատ են ուզում, հա, թողել են գնա զոհել։
ամերիկացին Իսրայելի համար դա բավական է։ Corps, from the Air Force, from the Army, take them and fight your pointless war. There's no reason. Look, Iran, they don't like us. But if the standard is countries that don't like us, we should be bombing 50 countries right now. And yet we're all... Ասում եմ, Իրան մեզ չի սիրում, բայց եթե մենք այս ստանդարտներում ենք վերցնում, մենք պետք է ռմբակոծենք այսօր առնվազն 50 երկիր, որ մեզ չեն սիրում։ Իսկ դա պատերազմի համար առիթ է։ Only bombing one because Israel dragged us into this war. Իսկ այդ մեկին ենք ռմբակոծում, որովհետև դա Իսրայելին է պետք։ Այո։ Գիտեք որ նա էլ հնարավոր չի ծածկել այս ամեն ինչը։ Էլ հնարավոր չի։ Երիտասարդները բոլորը շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը ու գիտեք ոնց Ամերիկայի մեջ սանալու։ Հենց չի որ պետությունը առանձին է, մարդիկ առանձին, չէ, պետությունը իրանցն է եւ այդ փողերը իրանցն են։ Դուք իրանցից է կտրվում։ Իրանք են վճարում թանկ բենզինի համար, սրա պատճառով։ Իրանք են զսպում իրենց առողջապահական համակարգից, համակարգից ու միանգամից դերևում է։ Հաջորդը չկա արդեն։ Ու իրանք գիտեն այս ամեն ինչի դիմաց արվում։ That was what I'm saying. Can Iran sustain the closure of the Strait of Hormuz? Indefinitely. Because it harms your economy too, doesn't it? For us, ասում կարող է Իրանը դիմանա այս պատերազմի այս միջանցքափակելով, ասում եմ վստահաբար։ Հավես ասում եմ Իրանի էկոնոմիկան էլ է, չէ՞, դժում։ Ասում եմ իհարկե։ it is a fight for survival. For you, Իսկ մեր համար ասում եմ սա գոյությունական կրում է։ it is a fight to sustain the Epstein class. Իսկ դրա համար սա պատերազմը, որ դուք պաշտպանեք Էփստինի կլասը, Էփստինի շերտը հանցագործների։ And ethno-supremacism in Եվ էթնիկ առավելությունը բոլոր ազգերի նկատմամբ։ Հնարական է։ Palestine. Why do you It's keep for bringing you, up? it's a Why war do you choice. bring up Jeffrey Epstein Մենք չես Էփստինի մասին in խոսում։ this context? What's the logical leap there? It's very Սմավոնն է լոջիկալ կապը, հա, դրա։ clear. It's very clear who's what class of people are in charge in your countries. That class of people are the people who have control. They're Որովհետև մեր մարդիկ որ կառավարում են ձեր երկիրը, հա, հենց այդ բանից են, դասից են։ the ones who own the media. They're the ones who control Որոնք կառավարում նաև the մեդիաները։ government. They are the ones who start unprovoked wars time after time. This is not the first war that you've imposed upon this region, or Iran for that matter. And we just saw yesterday a key American anti Եվ ասում սա առաջի պատերազմ չի ասում որ այդ դասը անում է եւ մենք տեսանք ասում է երեք ձեր ամենաբարձրագույն պաշտոնյաներից մեկը որ հրաժարական տվել նույն բանը ասելով այո նույն բանը ասելով որ ես չեմ ուզում պատերազմել որովհետեւ այդ երկիրը մեզ նկատմամբ ոչ մի վտանգ չի ներկայացնում եւ այս բոլոր պատերազմները պետք են բացառապես մենակ Իսրայելին մենք պարտավոր չենք դա համար մեղնելու այսքան բան Այսօր խփվեց F35 ես չգիտեի որ նրանց հնարավոր է խփել իրանք որովհետև այնքան անխոցելի էին թվում խփել իրանական հակաօդային պաշտպանությունը հասավ դրան որ խփում է F35 իմիջիայլոց հակաօդային պաշտպանություն ասեցիք միտս ընկավ կարող է իրան հետ խոսակ ումի վրազեք էլի ումի վրազեք ես հասկանում եմ Հայաստանում քաղաքականությունը բլոտի նման բան է դարել հա բլոտ ասիկին այդ պահին խաղում են բրծան խաղը հաջորդ անգամ սկսում է զդոից իրանք չեն տենում հաջորդ քայլը հաջորդ շախմատ չի էլի իրանք համար բլոտ է այդ բաժին ինչ բաժանեցին ձեռքերին ինչ կարգ ընկավ всё ասիկ հաջորդ բանի համար դա էական չի նախկինում ինչ է եղել բայց սա բլոտ չի էլի դուք չեք տենում աշխարհում ինչա կատարվում չեք տեսնում բալանսի փոփոխությունները դուք չեք տեսնում արաբական երկրների վերաբերմունքի փոփոխությունները դուք չեք տեսնում որ Սաուդյան Արաբիան արդեն յուանով է վաճառում իր նավթը չի երևում ասենք այսքան ամեն ինչ չի երևում որ մարդիկ հələ դեռ Իսրայելից են խոսում կարող է մի քիչ գոնե համբերեք կարող է շուտ բարձրի որ F35 խփող համակարգ կա, որ հենակողներից կանած է։ Վերադառնանք Հայաստան։ Լավ, միջև վերադառնանք Հայաստան, ես ամերիկյան Նիկոլից էլ բան չեմ ուզում ասենք։ Սրտիկը թող տանի իր կնգան ուրեխանց ղերգի։ Մեր այդ սրտիկը
թող տանի իր կնգան ուրեխանց ղերգի մեզ նրա սրտիկները պետք է չի վաբշե նա հասարակ հիմարություն է երկերի կառավարի չէ երկերի վարչապետը գնացել է դմդմփացնում այնտեղ որ մի երկուս այնտեղ թռվառա դա ինչ իր գործին իր ստատուսին համաձայն բանա գիտես խիանը ժողովուրդը որ 2020 թվականից հետո պատերազմից հետո սաղ ընկճված են իր հավատով ժողովրդի մար ուրախություն է ստեղծել որ մոռանան են ամեն ինչը բայց ով կմոռանա մենք կմոռանանք 5000 հատ մեր գյոզալ երեխանցը տարավ ջուրը տվեց եկավ ոնց կմոռանանք դա աղջիկ ջան ոնց ասում եթե չես ուզում էլի կրկնվի դու ինձ պետք է ընտրես ոնց ինչ քանելու զմա քանի դեռ չի ասում մոռացի ասում հիշելով հանդերձ ինչ պետք է ընտրես որովհետև կբերեմ ավելի վատ բան քո գլխին ես էսա բան չմենեմ տարվա վերջին 80 տարեկան մարդ եմ դառնում բայց միջև իմ մեռնիլը այդ երեխեքի մտքից իրանորում չեն դուրս գա ով հետ է մի հատ էլ մենք ունենք բայց կոնկրետ հարցը ոչ թե մերի մասին է այն որ մերն է այն մնացածներն էլ են սա մերը Սա եմ ասում էլի որ մնացածներն են մերը չկա իմ ու քոնը իմ քո երեխեն իմ քո մայրիկը իմ քո տատիկը մեր մեջ դա չկա ամբողջը մերն է ու ես չեմ կարողանում հասկանալ չեմ կարողացել երբեք հասկանալ մեր մարդկանց որոնք ասեն եթե իրան չի վերաբերվում ուրեմն ոչինչ Ինչա կարծել կպել է դատորից թող ռադը քաշի Այնքան լավ տղաներ կան ու ջահել ու խելացի, խոսելուց է, շարժվելուց է մարդ բավականություն է ստանում։ Մենք չենք ամաչի, որ մոլորակի վրա տենց լավ ղեկավար ունենանք, տեսք ունենա, շարժ ու ձև ունա, վայելչակազմ լինեք, գեղացինով է գոմի ապրանքը։ Լուծումը ինչպես է։ Լուծումը իր հեռացումն է։ Գոմի ապրանք լավ ասես։ Միայն հեռանա, մաքրի մեր օդը։ Իր ամբողջ կազմով, իր ամբողջ դավաճան կազմով, այդքան բան կասել։ Մենակ դա է, հեռանա, որ հանգստանանք, այդ կասեմ։ Ես մարդիկ ուրիշ ոնց Ես չեմ ուզում վապշի իրան ձենը լսեմ, ես կան տղեկին կոտորեց։ Ոչ է զայլը կա։ Մենք գնով են պես կանի, որ անցնի։ Երևի, իրանք հեշտ չեն գնա, դժվար շատ։ Վիճակ չի։ Այս անգամ ավելի շատ կեղծիքներ կլի։ Փաշյան արուն չեմ ուզում լսեմ։ Էնի անասունա, տավարի ծնունդ է էնի, մարդ։ Ես չեմ ուզում վապշի իրան ձենը լսեմ, ես Ոնց եմ հասկանում ես մարդկանց։ Ոնց եմ հասկանում։ Դե, ժողովուրդ ջան, մենք ընդամենը 2 ամսից քիչ ժամանակ ունենք։ Իրոք։ Չէ, 2 ամիս ունենք։ Ես առաջարկում եմ, էլի պնդում եմ այն ծրագրի վրա, ովքեր համաձայն են, ովքեր իրոք ճիշտ են համարում, այդ իրավաբանական խումբը ստեղծելու համար, զանգեք ինձ, խելքեք, գրեք ինձ, խելքեք ֆիտանք, ստեղծենք մի բան։ Ստեղծենք, որպեսզի կանխենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները, չէ, Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները Եվրոպայի կողմից անտեսելու հանգամանքները, որ արդեն միջև դրանք գան Հայաստան, արդեն այնքան նամակ ստացած լինեն սրա հանցագործությունները, որ ասեն, ախպետ, կարող է չգնանք ավելի ճիշտ է։ Որտեվ սրա լեգիտիմ, սա դավրոն է, սա ոնց է ծախում ինք իր ներկայությունը Եվրոպայի վրա, վախեցնելով Ռուսաստանով։ Սա այդ գործիքն ունի, ուրիշ գործիք չունի։ Ինք իրեն ծախում է վախեցնելով Ռուսաստանով։ Իսկ ես դրան որ հասկանան ամենամեծ չարիքն ու վտանգը իրանքն է, իրենք հենց ինքն է, փաստերով։ Հա։ Դա կփոխի մի անգամ։ Սա թևերը կկտրվի։ Այն ժամանակ հիստերիայի ձենը կլսենք։ Այսօր մոյ այսքանը, դա մնացեք։